Գյումրիում տիմ ընտրությունների պատմությունը սկսվում է 1996 թվականից։ Այդ տարիներին եւ մինչեւ 2016 թվականը տիմ ընտրությունները մեծամասնական ընտրակարգով էին, այսինքն գյումրեցիները իրենց քվեն տալիս էին քաղաքապետի կոնկրետ թեկնածուին։ Հիմա էլ դե ֆակտո է միայն համամասնական ընտրակարգը։ Ընտրելու կողմնորոշման մեջ շատ բան չի փոխվել, կարևորը էլի անձերն են։ Տիմ ընտրությունների մեխանիզմների փոփոխությունը, զարգացումը այդ տարիների ընթացքում որպես լրագրող, ապա ասպարեզ ակումբի հիմնադիր ուսումնասիրել ու վերլուծել է Եվրադաշինքի ցուցակը գլխավորող թեկնածու Լևոն Բարսեղյանը։ Նշում է, անցած այդ տարիները ընտրակեղծիքների մեխանիզմների ներդրման ու զարգացման տարիներ էին։ Լայնորեն կիրառվում էին զանազան ընտրակեղծիքները, ընտրակաշառքը, փողի տեսքով, դո արբանյակային անտենայի տեսքով, ուդել խմելու տեսքով, այս կարաժում արի խմի, այս պրտուժնե վերցրու զակուսկի կենես, կերտաս քվյարգեցիր տուսեգար, էսել, կարուսել, տեղամասերում խառը վիճակ, տադիկին կրգած 7 տանել այս տեղամասը, դո նույն տադիկին տանել մյուս տեղամասը, մինչև խեշկնգա հոգին բերաններ գալիս։ Լևոն Բարսեղյանը 2 անգամ ընտրվել է Գյումրիի ավականու անդամ, իր խմբակցությունը փոքրամասնություն լինելով ավականու կազմում ներկայացրել է նախագծերի մեծամասնությունը։ Հիմա էլ ոչ մեծ 25 հոգանոց ցուցակով են մասնակցում ընտրություններին։ Որովհետև խոցելի տեխնացու չունենք, քրական հանցագործներ չունենք, համայնքի պետության ունեցվածքը, ուրեմն սեփական քրբանները լցած մարդիկ չունենք, Հայաստանի գլխին թափված փորձանքների մեջ որևէ մեղավոր չունենք մեր ցուցակներում, ընտրակաշառք բաժանածներ չունենք։ Ես մարդկանց չեմ տարանջատում, չեմ բաժանում ու չեմ սորտավորում, ի տարբերություն օրվա իշխանությունների, իմ համար մարդիկ սև ու սպիտակ չեն, իմ համար կյանքը սև ու սպիտակ չի, իմ համար գոյություն չունեն նախկիններ ու ներկաներ, իմ համար գոյություն ունի լավ մարդ ու վատ մարդ, լավ մասնագետ ու վատ մասնագետ։ Առանց նախկինների ու ներկաների բաժանելու ավականու ցուցակ է կազմել Իմ հզոր համայնք կուսակցությունը։ Կարևոր են համարել ոչ թե կուսակցական նախկին կամ ներկա պատկանելությունը, այլ մասնագիտական որակները, թե ով ու ինչքանով կարող է օգնել քաղաքի արդյունավետ կառավարմանը, որտեղ փորձառությունն է կարևոր։ Բոլոր այն մարդիկ, ովքեր առաջնորդում են կամ իրենց կյանքը կառուցում են հետևյալ սկզբունքով, որ օրվա ղեկավարը կամ օրվա մասնագետը պետք է անպայման նոր մարդ լինի, ես չգիտեմ, դուք ձեր հարազատի գլխուղեղի վիրահատությունը կվստահեք 55 տարվա վիրահատությունների պրակտիկա ունեցող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ վիրաբույժի, թե հենց 3 ավարտած ինստիտուտը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ինտերնի, ում կվստահեք։ Տեսեք, պետք է միշտ օրինակները տրանսֆորմացնել հենց դրա վրա։ Պետությունն էլ մեր հարազատի պես միավոր է։ Անձնական տաշ չի կարելի մտնել, դա մեզ գյումրեցիների սազական չի։ Քննադատեք գաղափարը, քննադատեք խոսքը, քննադատեք իրենց աշխատանքը, գաղափարը, բայց ոչ անձը։ Մրցակից թեկնածուների անձնական տարածքի սահմանները չխախտելու սկզբունքով Գյումրին ազատ տնտեսական գոտու վերածելու երկարաժամկետ ծրագրով է ընտրություններին մասնակցում Մայր Հայաստան դաշինքը։ Թեկնածուների անձն ու ներկայացված ծրագիրը ձևավորում են ընտրազանգված։ Թեկնածուն է նշում, Գյումրիում պայքարի մեջ մտած քաղաքական ուժերի ընտրազանգվածի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրվում է համացանցում անցկացվող հարցումներով։ Հարցում են հրապարակի, որ 47% քաղաքացիական պայմանագիրն ունի, ուղիղ ասեմ, եթե այսօր յուրաքանչյուրդ գնաք ձեր թաղ, ձեր փողոց ու մտովի պատկերացնեք 2-ից 1-ը առնվազն կոնե պետքա ձենը տա, հա, կամ 2-ից, չգիտեմ, զոր ամբողջ 8-ը, հա, այսպես ասենք, պետք է ձեն տա քաղաքացիական պայմանագրին, որովհետեւ այդ հարցման պատկերը ձեր համար ապացուցելի լինի։ Ուրիշ հարցում էլ կա, որը նեյտրալ դաշտից է արված, քաղաքացիական պայմանագրին ունի ընդամենը 17% վարչական ռեսուրսը ներառյալ։ Ոչ մի դեպքում վարչական ռեսուրսի օգտագործումը չի վերացել, զանազան ճնշումները ահագին քողարկված, նրբին, ժպիտով, խաթրով, գիտեք չէ, ում պետք է ընտրեք մեր սիրելի այսինչին, բան, պետական եւ համայնքային հաստատություններում այդ թավշե ճնշումը գնում է, էլի, հետազոտություն իրականացրած կազմակերպությունը մարդը, կուսակցությունը պատվիրած, օրենքը պահանջում էր, որ պիտի հրապարակեր բազմաթիվ տվյալներ, ով է իրականացրել ընտրանքը ինչպիսին է,
Օրինակ, քանի տունը մեկ են մտել, գուցե զանգել են, մեթոդաբանությունը մանրամասնությամբ որն է, սխալանքը ինչպիսին է, հարցերը որոնք են հարցաթերթիկը պիտի հրապարակվի, այդ դեպքում դա կհամարվի սոցիոլոգիա, գիտություն, գիտական հետազոտություն։ Թե չէ ախպերաբանական հետազոտություն ինչքան ասեք։ Գյումրին ամենայն հավանականությամբ ունենալու է կոալիցիոն իշխանություն, որովհետև ոչ մի ուժ 50+1% չի հավաքելու։ Ես կարծում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչները կունենան այդքան խոհեմություն, որ կոալիցիոն, եթե հարցը եկավ հասավ դրան, կոալիցիոն իշխանություն կձևավորեն եւ թույլ չեն տա, որ Գյումրին ունենա ՔՊ-ի կառավարման օղակ։ Իշխող քաղաքացիական պայմանագրի հետ հնարավոր կոալիցիա կազմելու հավակնորդ մրցակից ուժերը համարում են Եվրադաշինքին, այն հիմնավորմամբ, որ այս դաշինքի մաս կազմող Հանրապետություն կուսակցությունը մայրաքաղաքում իշխող ուժի հետ կոալիցիա է կազմել։ Եվրադաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը շեշտում է, հիմնավորումը տեղին չէ։ Քաղաքական ուժերի դիրքորոշումները կարող են փոփոխվել։ Եթե սա դժվար է ինչ-որ մեկին հասկանալ, մարդուն կամ քաղաքական ուժին ինքը պիտի բացի իր կենսագրությունը, փոքր ժամանակվա նկարները հանի տեսնի, ասի համար, «Էս ինչ շորեր եմ հագել ես, էս ինչ սանրվածք եմ ունեցել ես, այ հողերը վրա գլխոս»։ Այսինքն քաղաքական ուժերը կարող են տարբեր դեպքերում տարբեր դիրքորոշումներ ունենալ։ Մենք առաջինն ենք եղել, ով հայտարարել է առանց պաշտոնի հավաքնելու, պատրաստ ենք մեկ ձայն ավել վերցրած ընդդիմադիր ուժին աջակցել եւ սատարքանել, որպեսզի ինքը ստանձնի քաղաքի կառավարումը։ Մայր Հայաստան դաշինքը պատրաստ է կոալիցիայի առանց նախապայմանների, այսինքն առանց ավականու ձայները պաշտոններով փոխանակելու։ Սա այն դեպքում, եթե իրենց նկատմամբ էլ ընդդիմադիր մյուս ուժերը նույն վերաբերմունքն արտահայտեն։ Եթե դեմ չի մեր ծրագրերին, դեմ չի մեր գաղափարներին եւ ինքը նույնպես անում է այդ հայտարարությունը, որ տպավորություն չստացվի, որ մարտի 31-ին մենք պատրաստ ենք տալու, աջակցելու, չունենալով, չակնկալելով որևիցե պաշտոն, բայց հակառակ process-ի դեպքում, երբ որ մենք ենք ավելի ձայն տանելու, այն մյուսը սկսի մեր այդ բազար տանել։ Եթե մենք շեմը հաղթահարում ենք ու ունենալու ենք որոշիչ ձայներ կամ մեր ձայները պետք են լինելու կամ այլ մարդկանց ձայներ են պետք լինելու մեզ, մենք պատրաստ ենք հստակ դիրքորոշում ունեցող ընդդիմադիր ուժերի հետ նստել բանակցությունների սեղան։ Ով եւ ում հետ է կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում։ Անվանական խոսել քաղաքական ուժերը չեն շտապում։ Դեռ պետք է ավականու կազմում մանդատներ ստանալ, իսկ դրա համար անցողիկ շեմը հաղթահարել ու անցողիկից էլ բարձր տոկոսներ են պետք։ Անցողիկ շեմը կուսակցությունների համար 4, իսկ դաշինքների դեպքում 6%-ն է։ Լուսինե Հայրապետյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։